Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ ես եթերը երբ որ կտեսնեք անպայման կիսվեք էջերում, քանի որ շատ կարևոր հարցի մասին պետք է հիմա խոսենք, որը հուզում է երևի կարելի է ասել ցանկացած հայ մարդու։ Հիմա Արցախի հարցը, այսպես Ինչպես արդեն բոլորս գիտենք, լսել ենք, որ Փաշինյանը եւ Ալիևը արդեն քանի անգամ հայտարարել են, որ Արցախի հարցը արդեն լուծած է։ Փաշինյանը առանձին ասել, որ այդպես հարց մենք չունենք, Ալիևը առանձին։ Հիմա տեսեք, Ալիևը դե ինչ ասում, դա արդեն գիտենք, այդ հարցը պարզ է, ինքը իր շահերն է պաշտպանում։ Փաշինյանն էլ դե արդեն պարզ է, բայց այստեղ հիմա ուզում եմ երկու բառով Փաշինյանի ասածները, ասենք, մեկնաբանեմ իրավաբանորեն, Փաշինյանի, ասենք, ես ամբողջ գործողությունները Արցախի հետ կապված։ Հիմա տեսեք, այս վերջի ընտրություններով հիմա Փաշինյանը ստացել է Հայաստանի քաղաքացիների մի ինչ-որ մասի քվե։ Թող դա լինի, մեծամասնություն, մի այդ կեղծել են, չեն կեղծել, դրա մասին չի խոսքը, փաստն այն է, որ այսօր Փաշինյանը Հայաստանի վարչապետն է։ Մի չգիտեմ, իր կարծիքով ինքը ցմահ է, իմ կարծիքով ժամանակավոր է, դա կարևոր չի։ Փաստն է, որ այսօրվա դրությամբ հիմա վարչապետ է, ոնց ընտրվավ, ինչ եղավ, դա երկրորդ հարց։ Բայց ուղղակի եկեք հասկանանք, որ Հայաստանի քաղաքացիների նույնիսկ 50%-ը ձայն չի տվել իր կուսակցությանը։ Դա հաստատ է, չէ՞։ Հիմա Արցախի հարցը դա Հայաստանի հարցը չի մենակ։ Ճիշտ է։ Արցախի հարցը առաջի հերթին արցախցիների, Արցախի բնակիչների հարցն է, եկեք դա ֆիքսենք, եւ համայն հայության հարցն է։ Ինչպես գիտենք, ուրեմն աշխարհում շատ մեծ քանակի հայեր են ապրում, նաեւ երկրներ կա, որտեղ հայերը ավելի շատ են ապրում, քան թե Հայաստանի Հանրապետությունում, չէ՞, Հայաստանի տարածքում։ Եվ մենակ Փաշինյանով այս հարցը չի կարող լուծվի։ Այսինքն, եթե մարդը հիմա հրաժարվում է, Փաշինյանը եւ իր կողմնակիցները հրաժարվում են Արցախից, չէ, այսօր դա փաստ է։ Դա չի նշանակում, որ այն մնացած մարդիկ իրավունք չունեն այդ հարցը բարձրացնելու եւ դրանով զբաղվելու։ Եթե Փաշինյանը 18 թվին, որ եկավ իշխանության, ուներ երևի կարելի ասել համայն հայության, Հայաստանի Հանրապետության չէ, համայն հայության կարելի ասել 80%-ից ավել, ասենք, աջակիցներ, այսօր եթե աշխարհի մասշտաբով ասենք նայենք, 20% էլ չունի, 10%, 10-15% աջակից կարող ունենա աշխարհի հայության հանդեպ։ Դա հիմա այսինքն Փաշինյանը կարող խոսա միայն Հայաստանի Հանրապետության անունից, այն էլ ոչ լիարժեք, քանի որ 50%-ը նույնիսկ ձայն չի տվել։ Դա նշանակում է, որ ինքը նույնիսկ կարելի ասել իրավունք էլ չունի ամբողջ հայերի անունից խոսի։ Ինչպես հիմա ինքը ուզում է փակի, համարյա կարելի ասել փակում է այդ ցեղասպանության հարցը, չէ՞, բայց դա իր գործը չի։ Այդ ցեղասպանված հայերի հետնորդները, երեխաները, թոռները այսօր ապրում են աշխարհի տարբեր երկրներում, Հայաստանում ավելի քիչ, քան դրսում, չէ՞։ Այդ մարդիկ իրավունք ունեն իրանց իրավունքները պահանջեն ինչ-որ գոնե, չգիտեմ, ինչ-որ միջազգային հարթակներում։ Ունեն։ Հիմա ինչը կապված է Արցախի հետ։ Մի հատ էլ բան ասեմ, մի հատ լավ բան կա այստեղ, որ Փաշինյանը հրաժարվում է Արցախից, մի հատ պլյուս կա։ Իրա նման բանակցող մեզ պետք էլ չի։
տեսանք ոնց բանակցեց, Փաշինյանը ոնց բանակցեց 18 թվից զրոյացրեց, չէ, ասեց ես զրոյից կսկսեմ, հետո գոռաց Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո էլ հրաժարվեց, հենց պատերազմից հետո որ տեսավ վատավիճակը ծանր է, այդ մարդը գնաց հանձնվեց կարելի ասել։ Այսինքն այդպիսի մարդ, որ պետքա գնա Արցախի հարցը լուծի, մեզ նույնիսկ պետք էլ չի։ Հիմա ինչ պետք է անենք։ Ուրեմն այն մարդիկ, առաջերտին արցախցիները, ում իրավունքները, կոնկրետ այդ մարդկանց իրավունքները խախտված է ամբողջությամբ, այդ մարդկանց իրենց տներում ապրելու իրավունքը խախտված է, իրենց հազարամյա պապական հողի վրա ապրելու իրավունքը խախտված է։ Արցախցիները այդտեղ բնիկ բնակիչներ են, ովքեր ոչ թե ինչ-որ եկացածների հետնորդներ են, երեխաներ են, այլ իրանց պապերը հազարամյա այդտեղ են ապրել, մինչև հələ չգիտեմ այնքան հին է այդ տեղի պատմությունը, որ նույնիսկ անհնար է հասկանալ, թե քանի հազար տարի առաջ են հայերը այդտեղ ապրել։ Դրա համար այդ մարդկանց իրավունքները, նաև իրենց այդ եղած չեղածի իրավունքը, սեփականության իրավունքը, այդ բոլոր իրավունքները խախտված է։ Եվ նաև միջազգային շատ տարբեր օրենքներով նույնպես պետք է ասենք զբաղվել, ասենք ՄԱԿ-ի եւ այլ կազմակերպությունների, ասենք հարթակներում։ Հիմա եթե Փաշինյանը չի զբաղվում այդ հարցով, վերջ, եւ Փաշինյանը եւ իր կողմնակիցները, դրա համար առաջի հերթին արցախցիները եւ մնացած բոլոր այն մարդիկ, ովքեր Արցախը համարում են իրանց հայրենիքը, ունեն իրավունք այդ հարցը բարձրացնելու։ Եվ այո, իդ վերադարձի հարցը հենց ոչ թե ինչ որ չգիտեմ, այլ հենց կոնկրետ Արցախ վերադառնալու հարցը, քանի որ այդ մարդիկ այդտեղի բնիկ բնակիչներն են։ Հիմա ինչի համար եմ ես այսքան խոսում, այսի ասում ես եթերը, քանի որ եթե այս հարցը, Արցախի հարցը մեր սերունդը չլուծեց, ուրեմն ու թողեցինք մյուս սերունդներին, իրանց համար դա համարյա լինելու է անհնար եւ դժվար թե էլի կարողանան այդ հարցով զբաղվել հաջորդ սերունդները։ Օրինակն է նա, ոնց որ մենք այսօր զբաղվում ենք Արևմտյան Հայաստանի հարցով, եւ մենակ ինչ ենք անում այսօր, մի հատ այդ ցեղասպանության հարցներ, այդ էլ համարյա կարելի ասել արդեն զրոյացնում է Փաշինյանը, չէ, Հայաստանի այսօրվա ղեկավարը, ու ինչ ենք մենք անում, այս sense 100 տարին անցել է արդեն, ընդամենը երգերում, ոտանավորներում, նկարներում, այդ նույնը սպասվում է Արցախին մի 10, 20, 30, 100 տարի հետո, եթե մենք այս մեր սերունդը, այն սերունդը, որը իր կոնկրետ իրավունքը ունի, ապրի իր տանը, այդ հարցը չլուծեց։ Հիմա նաև պետք է բոլորս հասկանանք, այն մարդիկ, ովքեր որ հիասթափվել են, չգիտեմ, արդեն հույսը լրիվ կորցրել են, համակերպվել են այս ամեն ինչի հետ։ Սա ամենավատ բանն է, եթե մարդը հույսը կորցրեց ու համակերպեց այսպիսի նվաստացման հետ, դա մահի է հավասար, ավելի վատ է, քան թե մահը։ Մենք հիմա միանգամից ասեմ, այս խոսակցությունը ինչի համար է հիմնականում, քանի որ մեզ հնարավորություն ենք ունենալու Արցախ վերադառնալու, այդ հնարավորություն ունենալու ենք։ Հենց մեր սերունդի մասին է խոսքը։ Եվ այդ հնարավորությունը կարա լինի եւ միջազգային օրենքների համաձայն ինչ-որ միջազգային կառույցների, նույնիսկ կարող է դա ուժով լինի, կամ այդ երկուսը իրար հետ, միջազգային իրավունքը եւ ուժը իրար հետ, բայց այդ հնարավորությունը լինելու է։ Հիմա այսպես է, եթե Հայաստանի Հանրապետությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ ինչ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հրաժարվում այդ հարցից, դա ոչ մի խոչընդոտ չի։ Եվ ամեն մարդ իրավունք ունի իր իրավունքները ինչ որ ձևով վերականգնի։ Ցանկացած մարդ իրավունք ունի։ Հա, Հայաստանը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանը, կընտրեմ, դա իրանց գործն է։ Եվ նիկոլականները, Նիկոլի կողմնակիցները, դա իրանց գործն է, իրանց ոչ մեկ չի կարա ստիպի, զորի, ինչ որ մեկին հիմա ես չեմ կարա
գնամ ասեմ, արի դու Արցախի հարցով զբաղվի։ Արցախցիներին կարամ ասեմ, քանի որ դա իրանցն է, իրանք այդտեղից են, իրանց հենց անմիջական այդտեղի ապրողներն են, բայց հիմա Երևանցում, բնիկ Երևանցում, եթե ինքը հրաժարվում է Արցախից, դա ես ոնց իրան զորեմ, ես չեմ կարող իրան բան ասեմ, իր գործն է, այդ մարդը այդ ձևը մտածում, այդքան է, ու այդ ձևի մարդը ինձ պետք էլ չի։ Հա, հիմա նաև այդ որ ասում եմ հնարավորություն է լինելու Արցախ վերադառնալու։ Միշտ ինչի նայեք, միշտ ցանկացած խնդրի լուծում կա, այդպիսի խնդիր չկա, որ անհնար է լուծել, չկա։ Ուղղակի խնդիր կա, գինը թանկ է, շատ թանկ է, այնպիսի գինա, որ հնարավոր չի։ Մի խոսքով ցանկացած խնդիր ուլնում է լուծել։ Հիմա ես ուղղակի ինչ եմ համարեմ ասում, այս հիասթափվելը, այս համակերպելը ինչքան վատ բան է։ Տեսեք, ասենք լավ, հələ երիտասարդներին դնենք մի կողմ, ասենք ես իմ տարիքի ավելի մեծ, ասենք 45-ից բարձր մարդիկ, ովքեր Արցախը համարում են իրանց հայրենիքը։ Ասենք ես իմ վրա եմ վերցնում, ես երևանցի եմ, բայց Արցախը իմ համար սրբություն է, իմ համար հայրենիք է։ Տեսեք, իմ կարծիքով հիմա, եթե ես պետք է այս ամեն ինչի հետ համակերպվեմ, իմ ապրելը իզուր է։ Քանի որ նայեք, եթե ես գիտեմ, որ իմ եղած չեղածը, իմ հայրենիքը դա սրբություն է, ինձ ձեռից վերցրել են, իմ եկեղեցիները պղծում են, իմ հավատքը քրիստոնեությունն է, քրիստոնեական եկեղեցիները պղծում են Արցախում հիմա, ոնց որ այդ նույնը արվել է Արևմտյան Հայաստանում։ Հələ դա իմ սերունդը չէ, բայց այս իմ սերունդն է, չէ, ես եմ սրա տերը, ես եմ սրա պատասխանատուն։ Գերեզմանները պղծում են։ Բա ես էլ ասենք արդեն 45 լրացած մարդ եմ, ես չգիտեմ Աստված ինչքան է տալու, ինչ որ քանի տարի էլ կապրեմ, չգիտեմ 10 տարի, 5 տարի, թե 20 տարի, ապրեցի, ես ամեն ինչի հետ այս նվաստացած վիճակի հետ համակերպեցի ու գնացի մի օր էլ պարկա տեղաշորը կներեք 1000 ներողություն, տակս կեղտոտած մեռա, բա էլ հետո, բա էլ այս ամեն ինչի էլ իմաստ կա ապրելու вообще ընդհանրապես։ Իմ կարծիքով էլ իմաստ չկա։ Դրա համար տարիքով մեծերը, քանի որ սա մեր պատասխանատվության դարաշրջանում այս ամեն ինչը կատարվել, մենք պետք է այս հարցի մասին մտածենք, երբեք չհամակերպվենք։ Նորից եմ կրկնում, եթե ինչ որ մեկը համակերպվում է, թեկուզ ես գիտեմ արցախցի, որ համակերպվել է, իր համար նույնիսկ հարմար է, շատ լավ է, Հայաստանում տունը ինչ որ ստացել է, բան ապրում է, նորմալ է, այդպիսի մարդ գիտեմ։ Բայց դա ինքը գիտի։ Բայց այն մարդիկ, ովքեր չեն ուզում համակերպեն, իրավունք ունեն այս հարցի լուծումը ինչ որ ձևով գտնեն, տան, առանձին, թեկուզ առանձին դա լինի Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ կապ չունենալու։ Չգիտեմ ոնց եք մտածում, կարող եք գրել Հակոբ Մարտիրոսյան, բարև Հակոբ ջան։ Ես էի ուզում ասել, քանի որ այդ հնարավորությունը, որ ասում է, ինչի համար եմ ասում հնարավորություն, քանի որ նա ես քանի անգամ տեսել եմ, որ շատ երկրների գերպետությունների ղեկավարներ շահագրգռված են այս հարցը ինչ որ մի ձև լուծելու, բայց Ալիևն ու Փաշինյանը միշտ իրանց ասել են, այտենց հարց էլ չկա, չունենք։ Դե եթե չունենք, ուրեմն պետքա ով որ տուժվածը մենք ենք, տուժվածը հայ ազգն է, առաջի հերթին Արցախի բնակչությունը, այդ որպես տուժվածի կարգավիճակով այդ հարցը պետքա լուծում ստանա մեր կողմից։ Թե ոնց է դրա ինչ է լինելու, ոնց է լինելու, ես հետո կասեմ, բայց շուտով այդ հարցի լուծումը պետքա լինի։ Դրա համար պետքա չհիասթափվենք, ամենակարևորը չհիասթափվենք եւ պետքա կամք եւ պատրաստ լինել խնդիրը լուծելու։ Եթե կամք չունեցար, ցանկություն չունեցար, այդ խնդիրը չեն կարող լուծել։ Համարյա 200,000 հոգի մարդ տեղահանվել է։ 200,000 հոգի մարդ կա, որը իրավունք ունի այդ տարածքում ապրելու իր տանը, իր սեփական տանը։ Սա հասարակ խնդիր չի, սա ինչ որ, չգիտեմ, մի հատ հավաբունի խնդիր չի։ Սա մի հատ հսկայական միջազգային հարց է։ Միջազգային հարց է։ Դրա համար տարբեր լուծումներ են լինելու։
Այսքանը հələ որ շատ շուտով այդ հարցերի լուծումները արդեն, այսպես ասած, պարզ են լինելու եւ մնում է արդեն մենք ինչ ենք անելու, մեզանից ինչա կախված կանենք դա արդեն։ Այսքանը ժողովուրդ ջան, խնդրում եմ այս եթերը կիսվեք, որ անպայման բոլորը տեսնեն, որովհետև շատ մարդիկ գիտեմ արցախցիներից, որ հիասթափվել են, ճիշտ է, իրանք ուզում են իրանց հայրենիք վերադառնան, բայց հավատքը կորցրել են, հավատքը կարևոր է չկորցնենք, հոգեպես պատրաստ, նաև իհարկե ֆիզիկապես էլ պետք է մարդը պատրաստ լինի, ուժեղ լինի, որ կարողանա ցանկացած դժվարություն հաղթահարի։ Այսքանը, շնորհակալ եմ, չմոռանաք տարածել, բաժանորդագրվել։